Եվ այս պահին կարևոր է իմանալ էջն է, որտեղ մենք ունենում ենք հյուր, ով նեղ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձ է եւ ձեր կողմից բարձրաձայնվող խնդիրներին եւ հարցերին տալու է սպառիչ պատասխան։ Եվ այսպես իմ այսօրվա հյուրն է իրավաբանական գիտությունների թեկնածու Երևանի պետական համալսարանի դասախոս փաստաբան Արսեն Հովհաննիսյանը։ Բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Առաջարկում եմ հասկանալ, թե ինչ թեմայի մասին ենք խոսելու եւ թե ինչ խնդիր է առհասարակ մեր քաղաքացին առաջադրել մեզ։ Խնդրեմ։ Բարև ձեզ, կարևոր է իմանալ էջի համար մի հարց ունեմ, խնդրում եմ մասնագետի պատասխան։ Ին դեմ պետական եկամուտների կոմիտեն մեծ պատասխանատվություն նախատեսող ակտ է ընդունել։ Բնականաբար դա բողոքարկել եմ եւ երկար տարիներ է տևել ողջ գործընթացը։ Այդ ընթացքում իմ գույքերից ազատվել եմ, որովհետեւ նախ այդ ակտի հետ համաձայն չէի, հետո մտածում էի վատագույն դեպքում կգնամ սնանկության, որ հանկարծ գույքը ձեռքիցս չվերցնեն։ Վերջերս խոսեցի իրավաբաններից մեկի հետ, ինձ ասաց, որ ռիսկային է, որովհետեւ ինձ կարող են քրեական պատասխանատվության ենթարկել եւ համարել, որ ես կանխամտածված եմ գնացել սնանկության, ուզում եմ իմանամ արդյոք ինքը ճիշտ է, արդյոք նման վտանգ կա, որ ինձ կարող են պատասխանատվության ենթարկել կամ իմ գործողությունները կարող են համարել կանխամտածված սնանկություն։ Ես եմ գույք եմ ունեցել, ասենք գումար չեմ ունեցել այդ ընկերությունը աշխատացնելու, օտարել եմ, որ կարողանամ ներդրումներ անել ու կարողանամ բիզնեսս աշխատացնեմ, բայց այս տարիների ընթացքում չի ստացվել։ Ուզում եմ հասկանամ ինչ քայլերի կարող եմ հիմա դիմել, եթե այդ մեծ պատասխանատվություն նախատեսող ակտը մերժվի ու ստացվի, որ ես պետքա մեկա վճարեմ այդ գումարը, գնամ սնանկության, թե չէ։ Դասական օրինակ է, երբ քաղաքացիները փորձում են իրենց անձնական գույքի պահպանության համար ձեռնարկել որոշ քայլեր։ Խնդրեմ։ Տվյալ իրավիճակում նախ նշեմ, որ իրավաբանում քաղաքացին դիմելը շատ ճիշտ խորհուրդ է տվել ռիսկային լինելու առումով, եւ միջև դրան անդրադառնալը մի կարևոր հանգամանք եմ ուզում վկայակոչել, որ մեր հանրության մեջ կա ընդհանուր պատկերացում սնանկությունը վատ երևույթ է։ Բացասական երևույթ է։ Փաստական իրավիճակներից վերացարկվելով ցանկանայի նշել, որ սնանկությունը լավ իրավական գործիք է, եւ իրավական, եւ ֆինանսական։ Այսինքն սնանկությունը process է, որը հնարավորություն է տալիս անձին կամ կատարել իր պարտավորությունները, որոնք ինքը չի կարողանում անձամբ կատարել սնանկության վարույթով, կամ ազատվել, այսինքն ինքը վատ երևույթ չէ։ Վատ է դա չարաշահելը, շահարկելը եւ օրենքին հակասող նպատակներով օգտագործելը, որպիսի իրավիճակ է մեր քաղաքացու բարձրացած հարցը, երբ որ անձը ապագայում իր համար բացասական ֆինանսական հետևանքներից խուսափելու համար ստեղծում է սնանկության հատկանիշներ։ Դա ընդհանուր միջև քրեական պատասխանատվության կարող է հանգեցնել, մասնավորապես այն իրավիճակում, երբ անձը ոչնչացնում է իր գույքը կամ ակնհայտ կեղծ կամ շինծու գործակներ կնքելու եղանակով գույքի նվազման գործողություն է կատարում։ Օրինակ, իր գույքը նվիրատվություն է կատարում իր ընկերներին, բարեկամներին, պայմանագիր է կնքում գույքի վաճառքի, թեկուզ առևուտ շուկայական գնով, սակայն գումարն իրականում իրեն չի վճարվում, գույքը իրականում ինքը որևէ մեկին չի փոխանցում, շարունակում է գույքը տնօրինել եւ գումարը չվճարել, կամ գումարը վճարում է, հետո նորից այդ գումարը հետ է ստանում, գույքը շարունակում է տնօրինել։ Այսինքն նման իրավիճակները բնականաբար շատ ռիսկային են եւ վտանգավոր, երբ որ անձը իր բոլոր գույքերից ազատվում է սնանկության ճանապարհով գնալու եւ պարտավորությունից խուսափելու համար։ Եվ մենք նախորդ հանդիպման ժամանակ խոսեցինք սնանկության կառավարչի լիազորության մասին գնալ այդ գույքերի հետևից, անհատույց փոխանցումները վերջին 5 տարվա ընթացքում, հատուցելի փոխանցումները 3 տարվա ընթացքում հետ բերելու ուղղությամբ, իսկ քրեական գործն ավելի վատ է քաղաքացու համար։ Քրեական գործի շրջանակներում վերջինս կարող է նույնիսկ ազատազրկման դատապարտվել, այսինքն այնպես չի, որ նա ինչ-որ ֆինանսական հետևանքով է ազատվելու, նա կարող է ազատազրկման դատապարտվել, ես քրեական իրավունքի մասնագետ չեմ, գուցե կսխալվեմ, բայց կարծես թե կանխամտածված սնանկության համար պատժի չափը այնտեղ մի քանի կա, ազատության սահմանափակում առավելագույնը 3 տարի ժամկետով եւ կա նաեւ ազատազրկում 1-ից 4 տարի ժամկետով։ Խրախուսող նորմ կա նաեւ կանխամտածված սնանկության դեպքում, եթե անձը բոլոր տվյալ պարտքերը տույժերով վերականգնի, ապա վերջինս կազատվի պատասխանատվությունից։
Շատ լավ։ Եկեք խոսենք հենց կանխամտածված սնանկության տարերից։ Ինչ է պետք, որն է հենց կանխամտածված սնանկությունը եւ ինչ քայլեր կարող են դատանի համար բավարար լինել հասկանալու, որ այստեղ այնուամենայնիվ այդ հանցագործության տեսակն առկա է։ Նշեմ, որ կանխամտածված սնանկությունը սնանկության օրենքում ուրիշ երևույթ է, քրեական օրենսգրքում ուրիշ երևույթ է, այսինքն դրա խիստ իրավական լեզվով ասած օբյեկտիվ կողմի որոշակի տարբերություններ կան, լայն առումով համընկնում են։ Օրինակ իրավաբանական անձի պարագայում, երբ որ իրավաբանական անձի մարմինները, ղեկավարները, մասնակիցներն ստեղծում են իրավիճակը եւ սնանկության մասնօրենքի 8-րդ հոդվածը այնպես է ձևակերպված, կարծես դա իրավաբանական անձին է ավելի շատ վերաբերում։ Քրեական օրենսգրքի կանխամտածված սնանկությունը վերտարությամբ հոդվածը վերաբերում է թե իրավաբանական անձանց եւ թե ֆիզիկական անձանց։ Տարերը որոնք են, ես նշեցի մի քանի օրինակ, երբ անձը առաջին հերթին օբյեկտիվ իրավիճակը դիտարկենք, դատարանի աչքերով փորձենք դիտարկել, երբ որ արդեն պայմանական քրեական գործը հարուցվել է, նախաքննությունը ավարտվել է, գործը հանձնվել է դատարան եւ դատարանում արդեն ապացուցողական գործընթաց է ծավալվում անձի մեղավորությունը հաստատելու համար։ Ինչ պետք է պարզ լինի։ Առաջինը օբյեկտիվ իրավիճակը։ Օրինակ, երբ է առաջ դրվել հարկային պարտավորությունը, ինչ գումարի մասին է խոսքը, հարկային պարտավորությունը առաջ դրելու պահին տվյալ անձը ինչ ֆինանսական գույքանդրություն է ունեցել եւ որ պահից սկսած է վերջինս սկսել իր գույքերի օտարման գործընթացները եւ ինչ բնույթ են դրանք կրել։ Արդյոք դրանք նորմալ բնականon ընթացք են ունեցել, թե անոմալ երևույթներ են եղել։ Օրինակները կարող են բազմաթիվ լինել։ Օրինակ, մեկ ամսվա ընթացքում ազատվել է իր բոլոր գույքերից, կամ թեկուզ 1 տարվա ընթացքում ազատվել է բոլոր գույքերից։ Ազատվել է տեղի ունեցել փուլային, օրինակ սկզբում ինքը նվիրել է իր օրինակ, չգիտեմ, ընտանիքի անդամին, ընտանիքի անդամը դա վաճառել է երրորդ անձի, երրորդ անձը վաճառել է այլ անձի, այսինքն փորձել են ստեղծել բարեխիղճ ձեռքբերողի հիմք, որպեսզի վերջապես գույքը ոչ մեկից ի վերջո չբռնագանձվի եւ մնա իրենց տնօրինության ներքո։ Կամ ի սկզբանե իր ֆինանսական դրությունը շատ լավ ա եղել, բայց ինքը օրինակ այդ հարկային պարտավորությունը չկատարելու համար, որը շատ մեծ գումար է, ստանձնել է վարկային պարտավորություններ, որոնք դիտավորյալ չի կատարել, կետանց է թույլ տվել, որպեսզի իր դեմ սնանկության գործընթաց նախաձեռնվի։ Շատ կարևոր է իմանալ, որ կանխամտածված սնանկություն ինքը նրա մասին չի, որ անձը ինքնասնանկացման դիմում է ներկայացել, ինքը ստեղծել է հիմք եւ ներկայացել։ Կանխամտածված սնանկությունը այդ սնանկության հիմքերի ստեղծումն է դիտավորյալ։ Հասկանալի է, մեր դեպքում փաստացի իրավիճակը այո, հենց այդպիսին է, ցավոք սրտի քաղաքացու դեպքում իրավիճակը հենց այդպիսին է եւ կարծես թե վերջինս էլ գիտակցում է դա։ Հենց տեքստի մեջ, հա, թե հիշողություն չի դավաճանում, մենք տեսանք, որ պարտավորությունը կատարելուց խուսափելու համար է գույքերից ազատվել, ինչը արդեն իսկ ինչ որ չափով ինքնախոստովանական ցույց է։ Եվ ռիսկերի վերաբերյալ փաստացի իրեն տեղեկացրել են ու շատ ճիշտ են տեղեկացրել։ Նման իրավիճակներ են, որում շատ այս նկարագրած իրավիճակը շատ ակնհայտ է։ Ես նշեմ, որ կանխամտածված սնանկության դեպքերը շատ բարդ է բացահայտել։ Սա շատ պարզ իրավիճակ է։ Կան շատ բարդ իրավիճակներ, երբ որ այդ հիմքերը ստեղծվում են բարդ, փուլային, մտածված, տարբեր ֆինանսական գործիքների, միջանկյալ գործիքների, գործարքների արդյունքում, երբ որ իրավիճակը շատ բնական է, հատկապես երբ խոսքը վերաբերում է իրավաբանական անձանց, այսինքն ակտիվները այնպես են տեղափոխվում տվյալ իրավաբանական անձից վերջնական հարուներին, որ շատ դժվար է ցույց տալ, որ այդ իրավաբանական անձի մոտ կանխամտածված սնանկության հիմքեր են առաջացրել։ Այո, այդ դեպքերը, այո, բավականին գործնականում շատ բարդ է բացահայտել։ Առաջարկում եմ զգուշացում, հորդոր այն քաղաքացիներին, ովքեր հայտնվել են նման իրավիճակում, ինչ քայլեր պետք է անեն նրանք, ինչ գործընթաց իրենց կարող է սպասել ապագայում, ռիսկեր, որոնցից պետք է զգուշանան։ Նախ նշեմ, որ առաջին հերթին միշտ տվյալ իրավիճակներում անհրաժեշտ է դիմել մասնագետի օգնությանը։ Սա առաջին քայլն է։ Երբեք ինքնագործունեությամբ չզբաղվել, հաշվի առնելով, որ սնանկության ոլորտը բարդ է, բազմաշերտ է եւ տվյալ ոլորտում շատ մասնակիցներ կան։ Կա պարտապանը, պարտատերը, սնանկության կառավարիչը, իրավաբանները, ընկերության տնօրենը, մասնակիցները եւ այլն։ Այսինքն շատ շահեր են բախվում եւ մտածել թե հնարավոր է պարզապես գույքեր թաքցնելով կամ դրանք
շինծու եւ կեղծ գործակները ոտայելով ազատվել պարտավորությունների կատարումից ճիշտ չէ, դա կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության եւ նաեւ անհրաժեշտ է շատ կարեւոր բան եւս իմանալ, որ եթե ի վերջո չկա այդ պարտավորությունը կատարելու հնարավորություն, այսինքն պարտավորությունը օրինական ուժի մեջ մտած դատական ակտով կհաստատվի տվյալ օրինակով, հա, վերջնական կհաստատվի բողոքարկման արդյունքում եւ անձը ուզում է բարեխիղճ լինել, ապա գուցե հենց ինքը վստահի է ծնանկության գործընթացին եւ ինքը գնա այդ ճանապարհով փորձելով ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնել, հարկային մարմնի հետ վճարման ժամանակացույց համաձայնեցնել եւ նույնիսկ կարող է գույքերի օտարմանը չհասնել։ Ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում կարող է վերջինս վարկ վերցնել, վարկի միջոցով հարկային պարտավորություն մարել, հետո նոր անցում կատարել վարկի մարմանը։ Այսինքն սնանկությունը օրինական քայլեր, որոնք պետք է կատարել։ Սնանկությունը գործիք է, որը կարելի է օգտագործել տվյալ իրավիճակներում ոչ թե խուսափելու պարտավորության կատարումից, այլ կատարելու պարտավորություն։ Կատարելու պարտավորությունը գրագետ, առանց որևէ ռիսկերի եւ առանց հետևանքների իրավական։ Շնորհակալ եմ կրկին մեծ հրավեր ընդունելու համար, վստահ եմ, որ մեր քաղաքացին լսեց մեզ, դասեր քաղեց, լսեցին նաեւ այն հեռուստադիտողները, ովքեր հայտնվել են նմանատիպ իրավիճակներում եւ հասկացան, թե ինչ օրինական քայլերի կարող են դիմել իրավիճակը լուծելու համար եւ իրավիճակից դուրս գալու համար։ Իսկ ես կրկին հիշեցնում եմ, որ այնինչ որ այստեղ քննարկվում է, կարեւոր է իմանալ։